Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, երկու հարց ունեմ։ Առաջին հարցս վերաբերում է առաջնահերթությունների ցանկին։ Ասեմ, որ բացի հիմնական ծախսերը, որով նախատեսված է բյուջեով, մենք ունենք նաև սահմանած առաջնահերթություններ, սա, եթե չեմ սխալվում, նշանակում է, որ հավելյալ միջոցներ ունենալու պարագայում մենք արդեն իսկ սահմանել ենք մեզ համար կարևոր ուղղությունները եւ դրանց վրա եւս կուղենք մեր բյուջեն։ Ես ուզում եմ հասկանալ այս մասով ինչպես է որոշվելու այդ առաջնահերթություններից էլի առաջնահերթություններ, արդյոք դրանք կապիտալ ծախսեր են հիմնականում, թե նաև կարող են ուղղվել հավելյալ ծառայությունների եւ պարոն Հովհաննիսյան, երկրորդ հարցս վերաբերում է ժողովրդագրական իրավիճակին եւ մեր հարկային քաղաքականությանը։ Ես իհարկե գիտեմ, որ մեր հարկային քաղաքականությունը հարկային արտոնությունների այսպես շատ կողմնակից չէ, բայց աշխարհը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ կիրառում է եկամտահարկի նվազեցման կամ երբեմն նույնիսկ ընդհանրապես դրա վերացման քաղաքականություն երեխայի ծնունդով պայմանավորված։ Քանի որ սա շատ համահունչ է իմ կարծիքով նաև մեր ընդհանուր քաղաքականության, այսինքն զբաղվածության խթանմանը մի կողմից, ֆորմալ զբաղվածությանը, մյուս կողմից իհարկե երեխաների ծնունդների աճին, ուզում եմ ձեր կարծիք իմանալ այս մասին եւ արդյոք ծանոթ եք նման փորձի աշխարհում եւ քննարկումների այս իմաստով մենք պատրաստ ենք թե ոչ։ Շնորհակալ եմ։ Տիկին Բաթոյան, հավելվածի հետ կապված այդտեղ սահմանափակում չունենք, կապիտալ թե ընթացիկ։ Իհարկե մեր ճյուղային նախարարությունները ունեին մեծ օրակարգ, շատ բաներ էին ուզում անեին առաջիկա տարում եւ առաջիկա տարիներում, բայց ինչպես ասեցի, մենք որոշեցինք, որ մեր ֆիսկալ կայունության, պարտքի կառավարման եւ դեֆիցիտի զսպման հարցը այս փուլում չափազանց կարեւոր է եւ այդ ցանկությունների մի մասը, որոնք հնարավոր չեղավ բյուջեում ներառել, դրեցինք որպես հավելված այն մտքով, որ եթե մենք հավելյալ հնարավորություններ կունենանք, դա կֆինանսավորենք, եթե որևէ բան ընթացքում հասկանանք, որ լավ չի գնում առաջ կամ ծրագիրը համապատասխան կատարողական չունի, այդ միջոցները, նաև խնայողությունները, այսպես ասենք, կուղղվեն նաև այս հավելվածի սպասարկմանը, այսինքն այստեղ նաև պլանավորման հարցը կբարելավենք, որ կիմանանք, որ այս են այն ցանկը գործողությունների, ոչ թե կամայական կլինի կամ այդ պահին որոշված, այլ դա։ Ինչ վերաբերում է ժողովրդագրական վիճակի բարելավմանը, ես իհարկե դրա մասնագետ չեմ, բայց այն ինչ որ ես լսում եմ տարբեր հեղինակավոր մարդկանցից, այն է, որ փողով ժողովրդագրություն չի բարելավում սովորաբար։ Եվ դրա ամենապայծառ օրինակը Հարավային Կորեան է, որտեղ ժողովրդագրական իրական մեծ խնդիր կա եւ ոչ մի աջակցության ծրագիր փող չի օգնում այդ հարցում։ Իհարկե պարոն Թորոսյանը ելույթ ունենալու է, ինքը երևի այս մասով ավելի ստույգ պատասխան կտա, թե ինչա պետք անել ժողովրդագրական բարելավման համար։ Խնդրեմ արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, իհարկե փողով ժողովրդագրություն չի բարելավում, բայց փողով ստեղծվում են պայմաններ, որով բարելավում է ժողովրդագրությունը եւ հատկապես երեխաների խնամքի դաստիարակությանը, կրթությանը, զարգացման ուղղված մենք բազմաթիվ միջոցառումներ ենք անում եւ դա էլ միանշանակ նպաստում է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, բայց քանի որ ամբողջ աշխարհում է այս խնդիրը, այսինքն մենք միակ երկիրը չենք, որը ժողովրդագրական իրավիճակի բարելավման խնդիր ունի, հետեւաբար ես կարծում եմ նաև լավագույն փորձը կարող ենք ուսումնասիրել եւ այդ իմաստով քննարկել։ Ինչու եմ այս հարցը ձեզ տալիս, ես իհարկե քննարկումներ ունենում եմ մյուս գործընկերների հետ, պարզապես սա սերտորեն կապված է հենց հարկային քաղաքականության հետ, այդ իմաստով կարծում եմ, որ մեր ֆինանսական ոլորտի բլոկի գործընկերները եւս պետք է շատ ակտիվ ներգրաված լինեն։ Շնորհակալ եմ։ Ընդհանուր առմամբ մենք կարծում ենք, որ հարկային արտոնությունները թիրախային չեն,
պարոն Սուքասյանի հարցի կոնտեքստում արդյունավետ չեն, դա փողի ծախս է, որի արդյունքը դժվար է գնահատել, օգտվում են մարդիկ, ովքեր պետք է չօգտվեին, եւ դրա համար մենք կարծում ենք, որ հարկային արտոնության փոխարեն մենք ֆիսկալ գործիքներով պետք է աջակցություն տրամադրենք։ Դա ավելի հեշտ կլինի հետո չափել արդյոք ինչքանով դա ավելի թիրախային եղավ եւ արդյունավետ եղավ, որտեղ ինչպես ասեցի, մեր քաղաքացիների վճարված հարկերի վերաբերյալ շատ բծախնդիր եւ հոգատար ենք։